Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Քնի պակասը ավելացնում է քաշը, անքնություն ունեք, քաշը կավելանա, իսկ դիետաները չեն օգնի, որոնք են պատճառները եւ ինչպես կարգավորել քունը։ Կա 3 կարևոր գործոն, որը բերում է ավելորդ քաշի անքնության դեպքում։ Ինչպես է անքնությունը ազդում մեր հագեցվածության եւ սովի հորմոնների վրա, առաջացնելով դիսբալանս, որի արդյունքում քաշը չի իջնում։ Քնի պակասը մեզ ստիպում է օրգանիզմին ավելի շատ գրիլին արտադրել, որը որ սովածության զգացողություն է։ Մեկ չէ, որ քնի պակաս ունեցող մարդիկ կորցնում են ավելի քիչ ճարպ եւ ավելի շատ մկաններ, ի տարբերություն նրանց, ովքեր ունեն բավարար քուն, չնայած նույն կալորիականությամբ են սնվում։ Այո, անքնության ժամանակ օրգանիզմը ավելի շատ սկսում է ծախսել մկաններից, նաև այդտեղ կուտակում է ճարպը որպես պահուստային։ Ուրեմն ասենք, ինչպես կարգավորել քունը ազատվել անքնությունից։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Քնի պակասը ավելացնում է քաշը, անքնություն ունեք, քաշը կավելանա, իսկ դիետաները չեն օգնի, որոնք են պատճառները եւ ինչպես կարգավորել քունը։ Մեզ կասի սննդաբան Մարինե Գևորգյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ կարևոր թեմայից ենք զրուցելու այսօր։ Հիմա մարդիկ կասեն, ինչ կապ ունի քունը կալորիաների հետ, այն դեպքում, երբ գիշերից չենք սնվում, ըստ էության, բայց հետազոտությունները փաստում են, որ այն մարդիկ, ովքեր քնի պակաս ունեն, օրգանիզմը սնունդը վերածում է ճարպի, անգամ բալանսավորված սնվելու դեպքում։ Որոնք են պատճառները։ Այո, դուք ճիշտ եք նկատում, ճիշտ է, քնած ժամանակ չենք սնվում, բայց փաստացիորեն չենք էլ այրում կալորիաները։ Եվ այստեղ կարևոր է թե ինչ որակի քուն ունենք, ճիշտ ժամանակին են քնում, ինչ որակ է, ինչ ֆազաներ են լինում, արդյոք հանգիստ են քնում, գիշերը անընդհատ չենք արթնանում, եւ կա 3 կարևոր գործոն, որը բերում է ավելորդ քաշի անքնության դեպքում։ Դրանք կարևորագույն 3 գործոններն են, որոնք որ հագեցվածության եւ սովածության հորմոններն են, որոնք կարող են ազդել քաշի վրա։ Կարող է երկրորդ գործոնը կարևորագույն դա կորտիզոլի բարձր լինելն է անքնության պատճառով, որը ունենում է նաև վատ դանդաղ ճարպայրում, այսինքն նյութափոխանակություն է դանդաղում, եւ երրորդ ամենակարևորագույնը դա անցնում է ինսուլինի ճիշտ աշխատանքի մակարդակի վրա։ Ուրեմն խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին, ասենք թե ինչպես է անքնությունը ազդում մեր հագեցվածության եւ սովի հորմոնների վրա, առաջացնելով դիսբալանս, որի արդյունքում քաշը չի իջնում։ Քնի պակասը մեզ ստիպում է օրգանիզմին ավելի շատ գրիլին արտադրել, որը որ սովածության զգացողություն է, եւ դրանից է, որ մենք ավելի սոված ենք զգում հաջորդ օրվա ընթացքում, եւ ավելի քիչ լեպտին, հագեցվածության հորմոնը, որ մեզ տալիս է բավարարություն եւ էներգիա։ Այդ իսկ պատճառով վատ քնի որակով մենք ունենում ենք այստեղ խախտումներ։ Այո, եւ որպես կանոն էներգիայի անկումը մեզ ստիպում է հաջորդ օրը ավելի շատ սնվել, մասնավորապես պարզ ածխաջրերով սնունդին ենք տալիս նախապատվությունը, քաղցրեղենին, տրանսճարպերին, որպեսզի արագ էներգիա ստանանք։ Այո, արագ էներգիայի աղբյուրները բնականաբար դրանք քաղցր եւ պարզ ածխաջրերն են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր 7 ժամից պակաս են քնում, նրանց 50%-ը ավելի շատ ռիսկի տակ է ճարպակալման, ինչպես է անքնությունը անդրադառնում ճարպակալման վրա։ Վատ քնելու պատճառով շատ է բարձրանում ստրեսի գործոնը, որը որ արդեն կորտիզոլ ինքը բարձրանալուց հետո հաջորդ օրը ամբողջ օրը լինում ենք հոգնած, ջարդված, անտրամադիր, նաև լինում է ապաթիա։ Դրա համար շատ կարևոր է, որ ճիշտ համապատասխան քունը կառավարի ստրեսի հորմոնը կորտիզոլը։ Իսկ կորտիզոլի կառավարումը ամենաճիշտ ժամանակին պարկել քնելը։ Երրորդ գործոնը, որից կախված է մեր քաշը, ինսուլին հորմոնն է, ասենք ինչպես է քնի պակաս անդրադառնում ինսուլին հորմոնի վրա։ Մի քանի գիշեր անքնությունից հետո սկսում է օրգանիզմում ճիշտ չաշխատել ինսուլինի ռեցեպտորները եւ այդ իսկ պատճառով արյան մեջից փոխանակ կարողանալ օգտագործել շաքարը, նա արդեն պահուստային է սկսում եւ ճարպակալում է առաջացում, այսինքն պահեստավորում է արյան մեջից պարզ ածխաջրերը եւ շաքարը, չի կարողանում յուրացվի ճիշտ հորմոնի կողմից։ Այդ իսկ պատճառով դրա հետևանքով ունենում են քաշի ավելացում։ Մեկ չէ, որ քնի պակաս ունեցող մարդիկ կորցնում են ավելի քիչ ճարպ եւ ավելի շատ մկաններ, ի տարբերություն նրանց, ովքեր ունեն բավարար քուն, չնայած նույն կալորիականությամբ են սնվում։
Այո, անքնության ժամանակ օրգանիզմը ավելի շատ սկսում է ծախսել մկաններից, նաև այդտեղ կուտակում է ճարպը որպես պահուստային, որովհետև ինքը գտնում է տագնապի մեջ եւ մտածում է, որ վտանգ է սպառնում եւ սկսում է կուտակել որպես ճարպ։ Ուրեմն ասենք ինչպես կարգավորել քունը, ազատվել անքնությունից։ Կան հիմնական պարզ կանոններ, որոնց պետք է հետևել, կիսվենք։ Այո, առաջինը մեզ պահում են երեկոյան ժամերին ստրեսից, կապույտ էկրաններից, նորություններից, բոլոր գրգռիչներից, հա պահում ենք հեռու եւ կարելի է դա փոխարինել լոգանքով, մագնի լոգանքներով, կարելի է հետաքրքիր երաժշտություն կամ գիրք կարդալ կամ ուղակի դրական բաների մասին խոսել, հետաքրքիր եւ ստեղծել արդեն կոմֆորտ միջավայր քնի նախապատրաստելու համար օրգանիզմին։ Քնի ռեժիմ պետք է ձևավորել, քանի որ օրգանիզմը ունի ցիրկադային ռիթմեր եւ այդ ցիրկադային ռիթմերը իրենք սովոր են, որ երբ որ արևը մայր է մտնում, պետք է օրգանիզմը քնի եւ մի քանի օր սովորելով այդ ռեժիմին դուք կարող եք ունենալ լիարժեք արդեն կառավարվող լիարժեք քուն։ Իսկ որ ժամին պարկել քնելու։ Միֆ չէ, որ չպետք է բաց թողնել երեկոյան գիշերը 10-ից մինչև 2 ընկած ժամանակահատվածը, ասենք ինչու։ Գիշերվա 10-ից մինչև 2 ընկած ժամանակահատվածում շատ ֆունկցիաներ են կարգավորվում։ Դրանից եւ հագեցվածությունը, եւ նյարդային համակարգն է հանգստանում, եւ ուղեղ է հանգստանում, եւ վերականգնողական, եւ ճարպայրումը, եւ այդ ժամանակ նաեւ աճի հորմոնը, որտեղ որ նաեւ օգնում է մկանների աճի, եւ այդտեղ ճարպայրման հետ կապված նաեւ շատ կարեւոր է, որ հանգիստ լիարժեք հաջորդ օրը ունենաք էներգիա եւ ուժ, որովհետեւ եթե արդեն 2-ից հետո եք քնում, կարեւոր չէ թե քանի ժամ եք քնում, միևնույն է արթնանալու եք հոգնած զգացողությամբ, գերսնում կարող է լինել, իմպուլսիվ սնումներ կարող են ձեզ մղել արդեն ոչ ճիշտ կանոնավոր, այստեղ են լինում նաև սննդային ճիշտ դիետաների կամ սննդակարգի այսպես պոռթկումները, որոնք էլի բերում են ընդհատումների, այսինքն բալանսավորված սննդակարգն էլ չեք կարողանում պահել, քանի որ ունենում եք անառողջ քնի հետևանքով իմպուլսիվ գերսնումներ։ Նաև երեխաների աճի հետ կապված երեխաների նույնպես շատ կարևոր է ճիշտ ժամին քնացնել, պարկասում եք ժամը 9-ին, որ գոնե իրենք արդեն խորը ֆազայում քնած լինեն, ժամը 10-ից 2-ը, որպեսզի երեխաների աճի եւ հորմոնների եւ ուղեղի ցանկացած աճի ճիշտ զարգացման համար կարևորագույն քնի ֆազան բաց չթողել։ Ինչու, որովհետև հենց այդ ժամանակահատվածում է արտադրվում մելատոնին հորմոնը։ Այո, ճիշտ եք նկատում, հենց այդ ժամանակահատվածում արտադրվում է մելատոնինը, որը որ օգնում է ամբողջ այս ֆունկցիաները կարգավորելու համար։ Հիմա մարդիկ կասեն, բայց այդ ժամին քունս չի տանում, ես ոնց կարող եմ գիշերը 10-ին պարկել քնելու։ Ինչ անել, ինչն է խանգարում մելատոնինի արտադրությանը։ Շատ է խանգարում երեկոյան 8 ժամին ծանրամարս սնունդ ընդունելը կամ առհասարակ յուղոտ, ճարպոտ, ոչ ճիշտ ընթրիք ընտրելը, ընթրիքի ժամը, նաև ինչ համակցություններ եք ընտրում ընթրիքի համար, ճիշտ կլինի ընտրեք բանջարեղենը սպիտակուցի հետ, դյուրամարս պետք է լինի, տապականներ չպետք է լինել, կարելի է այդտեղ շոգեխաշված տարբերակները կամ ուղակի խաշված եւ ավելի թեթև սնունդ պետք է ընդունել, դա շատ կարեւոր է, որպեսզի քնելուց գոնե 3 ժամ առաջ ստամոքսում արդեն հանգիստ լինի, այսինքն սնվում են գոնե 3 ժամ առաջ քնելուց։ Դա վերաբերվում է ճիշտ քնի ժամին, այսինքն ժամը 10-ին ցանկալի է, որ պարկած լինեք, քնած լինեք, դա արդեն ենթադրում է, որ գոնե ժամը 7-ին պետք է սնված լինեք։ Մելատոնինի սինթեզին նաև շատ է խանգարում, այդ ֆազային խանգարում է նաև կապույտ լույսը, նա ընկնում է աչքերին, այլ օրգանիզմը սկսում է հասկանալ, որ դա արդեն լույս է, պետք է արթնանալ եւ անդադ գրգռվելով ցիրկադային ռիթմերը խանգարվում են եւ մելատոնինը չի կարողանում սինթեզվել։ Դրա համար պարկելուց նաև հեռու ենք մնում կապույտ լույսից, որպեսզի կարողանա օրգանիզմը պատրաստվի քնի ռիթմին։ Իսկ ինչպես բարելավել քնի որակը, մասնավորապես կան մարդիկ, որ նշում են գիշերը ժամը 3-ին, 4-ին արթնանում եմ ու էլ չեմ կարողանում քնել։ Պատճառները որոնք են։ Պատճառները մի քանիս են, բայց կարևորագույն գործոնները նշեմ, այստեղ երեկոյան 8 ժամին
ծանրամարս սննդի հետ կապված, նաև գրգռիչները, ակտիվությունը շատ է խանգարում, որ սկսում եք ակտիվ լինել, օրինակ ֆիզիկական սպորտով զբաղվելը այդքան էլ խորհուրդ չի տրվում, եթե դուք ունեք անքնություն, խորհուրդ չի տրվում երեկոյան ու ժամերին լինի ֆիզիկական ակտիվություն, իսկ երեխաներին նույնպես պետք չի ակտիվացնել այդ ժամերին, պետք է ավելի շատ զբոսանքի տեսքով լինել, հանգիստ, շնչառական վարժություններ կատարել, ուղղակի մաքուր օդում քայլ լինի եւ օդափոխված սենյակում պետք է քննել անպայման, պետք է լինի հարմարավետ հագուստով եւ իհարկե պետք է խուսափել նաև ցերեկը քնելուց, որովհետև գոնե եթե քնում եք 30 րոպեից ոչ ավել, դա արդեն կարող է ձեզ խանգարել երեկոյան առողջ քնի համար։ Ինչն է մեզ խանգարում քնել, եկեք դիտարկենք սննդակարգում այն մթերքները, որոնց ուշադրություն չենք դարձնում, կամ ըմպելիքները։ Բոլորը գիտեն կոֆեինի մասին, բայց կարող է նույնիսկ կոկա-կոլան խանգարել քնել։ Իհարկե, ըմպելիքները ցանկացած տեսակի էներգետիկ ըմպելիքները առհասարակ դրանք պետք է բացառել բոլոր մարդկանց առողջ եւ քնի խանգարում ունեցողnek դա կապ չունի, բոլորին արգելվում է, քաղցր ըմպելիքները ցանկալի չի, որտեղ դրանք գրգռում են եւ ավելի շուտ էներգիա են տալիս, իսկ եթե էներգիա տոնուս են տալիս, բնականաբար քնի խանգարում է առաջացնում։ Նույնիսկ քաղցր ըմպելիքներից ցանկացածը թեյերը պետք չի քաղցրով օգտագործել, ծանր սնունդը, թեկուզ մրգերը, նրանք նույնպես խանգարում են ճիշտ առողջ քնին։ Խանգարում է նաեւ երեկոյան ու ժամին սուրճ օգտագործելը, եթե դուք ունեք անքնություն, բացառեք հատկապես ժամը 2-ից հետո կոֆեինի օգտագործումը, սուրճի օգտագործումը։ Կոֆեինը ոչ միայն սուրճի մեջ է պարունակում, այլ նաև թեյերի մեջ է։ Եթե դուք սուրճ չեք խմում, բայց թեյ եք շատ օգտագործում, հատկապես սև թեյերը, դրանք թեկուզ եւ կանաչ թեյ, դրանք նույնպես պարունակում են կոֆեին, որը պետք է չափավորել արդեն ամբողջ օրվա ընթացքում, ոչ թե միայն երեկոյան ժամերին, այլ ամբողջ օրվա ընթացքում պետք է չափավորել այդ կոֆեինի եւ տանինների օգտագործումը։ Իսկ միֆ չէ, որ ալկոհոլը խանգարում է քնել, ի տարբերություն այն մարդկանց կարծիքների, թե հակառակը ալկոհոլը օգնում է լավ քնել։ Ալկոհոլը կարող է այդպես տպավորություն լինել, թե որ օգնում է, բայց ինքը առաջացնում է տատանումներ, բարձրանում է ինսուլինային բարձր տատանումներ է տալիս եւ այդ դրա պատճառով նաեւ քնի որակը շատ ընկնում է, միգուցե պարկած կլինեք, բայց քնի որակը շատ է տուժում եւ կարող է մի քանի անգամից հետո դա բերել արդեն քրոնիկ անքնության։ Եղեք իրազեկ, փաստորեն ալկոհոլը ոչ թե օգնում, այլ խանգարում է քնել։ Իսկ որքան պետք է քնել։ Դասական 7-ից 8 ժամը վերաբերելի է թե կանանց, թե տղամարդկանց, ասում են կանայք ավելի երկար պետք է քնեն, որովհետև կանանց օրգանիզմը վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջում։ Այո, ճիշտ եք նկատել, կանանց ավելի շատ է պետք լինում 1-2 ժամ, բայց դա նույնպես անհատականացված է, կանայք կան, որ կարող են չհամաձայնվել, բայց հիմնականում ֆիզիոլոգիապես կանանց ավելի շատ է պետք քնի համար, որպեսզի վերականգնեն իրենց ուժերը եւ կարողանան ավելի առողջ լինել։ Դրա համար մեր սիրելի կանայք ավելի շատ են առնչվում ավելորդ քաշի հետ, քանի որ իրենք ունենում են ոչ լիարժեք, ոչ ճիշտ քնի կառավարում։ Տղամարդկանց համար լիարժեք կարող է լինել 7-ից 8 ժամ քունը, իսկ կանանց համար մոտ 9-ից 10 ժամ քունը եւ ինչքան տեսեք դուք կարող եք պարկել ժամը 10-ին, վեր կենալ անկողնուց ժամը 8-ին, բայց դա չի նշանակում, որ դուք ունեցել եք լիարժեք քուն, լիարժեք ֆազաներով, այսինքն չեք կարողացել լիարժեք վերականգնել։ Դրա հետևանքով ձեր քունը կարող է խանգարվել եւ ընդամենը 4 ժամ կարող է լիարժեք քնած լինեք, դա արդեն չի հաշվում, որ դուք լիարժեք քնել եք։ Լիարժեք քունը պետք է լինի այդքան ժամ կանանց համար եւ տղամարդկանց համար նույնպես։ Երեխաների աճի համար էլ ճիշտ զարգացման, հիպերակտիվության հետ կապված եւ կենտրոնացման համար երեխաները դպրոցում լավ սովորելու համար պետք է ճիշտ ժամին պարկեն քնելու եւ իհարկե լիարժեք քնեն։ Ինչ անել լիարժեք քնելու համար, անքնություն չունենալու, քնի որակը բարելավելու, շատերը դիմում են տարբեր անքնության դեմ դեղերի, խոսենք դեղորայքի մասին, որքանով են դրանք ցուցված, կիրառելի են արդյոք մշտապես եւ ինչ ընդունել։
Առհասարակ դեղորայքային տեսակետից խոսենք, նաև անքնության համար շատ է օգնում մելատոնինը, բայց պետք է դա լինի բացառապես բժշկի ցուցումով, որովհետև այն երկարատև չի կարելի օգտագործել, կանոնավորելուց հետո հսկողությունից հետո բնականաբար երկարաժամկետ չի օգտագործում եւ դուրս է գալիս։ Ամենաերկարը կարելի է օգտագործել 1 ամիս, ոչ ավել։ Եվ դրա կարգավորումները կարելի է տալ հետագայում ընդհատելուց հետո ճիշտ սննդի միջոցով, որոնք որ պարունակում են մելատոնին։ Այդպիսի սնունդները կարող են լինել պանիրը, հնեցված պանիրը, շատ օգնում է, կարող եք դա օգտագործել, դա որպես լայֆհակ ասեմ ձեզ, եւ կիրառեք դա, որ քնի որակը կարողանաք բարելավեք։ Խոսքը ֆերմենտացված պանիրների մասին է, հնեցված պանիրներն են, ոչ թե թարմ։ Կեֆիրը նույնպես օգնում է։ Այո, կարող է կեֆիրը նույնպես օգնել, որպես նաև մագնեզիումի աղբյուր կարող է լինել, նաև կարելի է օգտագործել համակցված բանանի հետ, դա նույնպես մագնեզիումի աղբյուր է, կարելի է օգտագործել նաև կաթ, եթե ցանկանաք, դա նույնպես կարող է օգնել համակցելով քնի որակի բարելավման համար եւ ստանալ բնական մելատոնին։ Բնական մելատոնինին չպետք է խանգարել արտադրվել, իսկ դրան առաջին հերթին խանգարում է էկրանի կապույտ լույսը, այնպես որ քնելուց առաջ խուսափեք էկրանային լույսերից, լավ կլինի երեկոյան գիշերվա զբոսանք կազմակերպեք կամ հարազատ մեկի հետ զրուցեք լավ թեմաներով եւ իհարկե շատ միշտ սնվեք քնելուց առաջ։ Խոսենք մագնեզիումի մասին, ես ինքս մագնեզիում եմ օգտագործում, մագնեզիումի որ տեսակին պետք է տալ ընտրությունը, երբ ուզում ենք բարելավել քնի որակը։ Քնի որակը բարելավելու համար մագնեզիումը ամենաճիշտը դա հելատային ֆորմաներն են եւ կարելի է բիսգլիցինատ կամ գլիցինատ։ Մագնեզիում խելատ Հելատ, այո, հելատ, այդպես խելատ, մագնեզիումի խելատ, որը որ հենց բնական է, իսկ եւ ամենալավ յուրացվողը, որը չի գրգռում լորձաթաղանթը, չի տալիս կողմնակի ազդեցություններ եւ օրգանիզմի կողմից շատ լավ է ընդունվում։ Կարող ենք օգտագործել թեկուզ քնելուց 1 ժամ առաջ, կարող եք անմիջապես պառկելուց առաջ կամ 2 ժամ առաջ, կախված թե ինչպես ձեզ հարմար կլինի։ Այսինքն այստեղ պետք չի նաեւ մտածել գրգռվելու աղեստամոքսային տրակտի գրգռման համար, իսկ բիսգլիցինատների կամ ցիտրատների հետ կապված իրենք կարող են ինդիվիդուալ անտանելիություն լինել ու շատ ժամանակ օգտագործել նաև երեկոյան ընթրիքի ժամանակ։ Կարող եք վանայի մեջ լցնել ջուրը ձեզ հարմար ջերմաստիճանի, իհարկե թույլ չի տրվում արդեն սիրտը որ ընկղվի եւ մարմնով ամբողջությամբ փորձեք 5-10 րոպե մնալ մագնի վանայի մեջ։ Այդտեղ շատ լավ է օգնում դա քնի կարգավորման համար, դա նույնպես շատ լավ տարբերակ է։ Շնորհակալություն կարևոր ինֆորմացիայի համար։ Իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում, այլ հակառակը կրկնապատկվում է, կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Մենք զրուցում ենք սննդաբան Մարինե Գևորգյանի հետ, շարունակեք հետևել մեր թողարկումներին, կարևորը բաց չթողնելու համար։ Մինչ հանդիպում։